Իմ թիկունքին գտնվում է Մայրավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գմբեթավոր դահլիճ օրինվածքով կառույց է, վերաբերում է 13-րդ դարասկզբին, արևմտյան ներքուստ արևմտյան պատին պահպանված արձանագրությունում տեսնում ենք ՎՀԳ թվականը հայոց, դա 1224 թվականն է, որը ամենայն հավանականությամբ հենց եկեղեցու կառուցման թվականն է։ Սուրբ Աստվածածին եկեղեցին մեծ հավանականությամբ կառուցվել է այն նույն վայրում, որտեղ ըստ երևույթին եղել է Հովան Մայրավանեցու ժամանակներում եղած գլխավոր եկեղեցին, այդ է պատճառը, որ մենք հիմքերը չկարողացանք հայտնաբերել նախորդ վաղմիշնադարյան եկեղեցու։ Եկեղեցու պեղումները սկսվեցին 2021 թվականին Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղեց եւ անմիջապես պեղումներից հետո սկսվեց վերականգնման աշխատանքները, որը ղեկավարում էր երջանկայի հիշատակ ճարտարապետ Արտակ Հուլյանը։ Պեղումներով հայտնաբերվեցին բավական հետաքրքիր գտածոներ։ Նախ ամենակարևոր արդյունքը, որ ես կարող եմ առանձնացնել, դա այն էր, որ նախքան եկեղեցու պեղումները այստեղից պահպանվել էին շրջակայքում մոտ 80 շինաքարեր։ Պեղումների արդյունքում մենք հայտնաբերեցինք եւս 120 շինաքար, ճարտարապետական կարևոր մանրամասներ, որոնք մեծապես օգնեցին եկեղեցու ճշգրիտ վերականգնմանը։ Պեղումներով հայտնաբերվեցին նաև հիմնական 13-14-րդ դարին վերաբերող գտածոներ, խեցեղեն նմուշներ, մետաղյա գտածոներ, տարբեր առարկաներ, դրանց մասեր, կուզեի առանձնացնել օրինակ եկեղեցու հիմքերի տակ հայտնաբերված մի կեռ լինք, որը ամենայն հավանականությամբ օգտագործվել էր այդ սրբատաշ քարերը տեղավորելու, դասավորելու ժամանակ, այսինքն շարի ընթացքում էր օգտագործվել եկեղեցու շինարարների աշխատանքային գործիքներ։ Պեղումներով հայտնաբերվեցին նաև երկու խաչքարեր, որոնք հիմա Բաքում են դրված եկեղեցու, խաչքարի պատվանդաններ 3 հատ։ Հայտնաբերվեց մի հետաքրքիր արձանագրությունը այժմ տեղադրված է արտաքուստ արևմտյան պատին, այնտեղ նշված է Վարդնբել աղոթքս հիշեցեք, հետաքրքիր անուն է եւ մեր պրպտումները ցույց տվեցին, որ այս Վարդնբել անունը հայ միջնադարյան սկզբնաղբյուրներում հանդիպում է ընդամենը մեկ անգամ, այն էլ Կեչարիսի վանքում, ոչ հեռվում գտնվող այստեղից։ Այստեղից էլ է սիրուն։ Միջև պեղումները, միջև այստեղ հողի տակ էր։ Եկեղեցու շինակարերի մեծ մասը այս տարածքի շինությունների մեջ էր։ Երկու խաչքարերը 13-րդ դարի խաչքարեր են, ընկած վիճակում էին միջև պեղումները, գտան իրենց վերջնական տեղը։ Եկեղեցու մուտքի մոտ 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ մենք գտանք մի խոյակ, սյան խոյակ էր դա, որը 5-ից 7-րդ դարերին է վերաբերում եւ չի բացառվում, որ դա եղել է մի կոթողի վերնամասում դրված խոյակ, որի վրա սովորաբար լինում էր թևավոր խաչ եւ չի բացառվում, որ դա լիներ դրված հենց նշանավոր Հովան Մայրավանեցու գերեզմանին։ Ժողովուրդի ժամանակ որ գտնվի եկեղեցին, ես լավ հիշում եմ արժան։ Չասած եկեղեցի, դե ավտոյի ճանապարհ չկար, ոտքով էր ամեն ինչ, որ այս Սարբարսն հասնենք այնտեղ 4 հատ խաչքարեր կար։ Այդ խաչքարերի մոտից մինչև եկեղեցի պարտադիր չոքե գնում։ Ես էլ եմ ասել այդ պատմությունը։ Չոքե գնում հասնում են մինչև եկեղեցի։
որ Աստված իրանց այդ նպատակներին հասցրեց։ Այդ եկեղեցու մոտ այնտեղ ծառների վրա շուշպային կախում, դա ինչ-որ մի եթե նպատակ ունեին, դրա համար շուշպային կախում, Աստծուց խնդրելով ինչ-որ իրականացնեն իրաց մոռացին որոշումը, որ ինչ լինի, այդ աղբյուրը պետք է սարքի։